Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ազդարարվեց Ոսկե ծիրան 23-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը։ Փառատոնը բացվեց ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» հայ-ֆրանսիական համատեղ արտադրության ֆիլմով։ Նույն ֆիլմով ավելի վաղ բացվել էր նաև Լոկարնոյի 78-րդ միջազգային կինոփառատոնը։ Ռեժիսորի խոսքով ֆիլմը հայրենիքում ներկայացնելն իր համար առանձնահատուկ նշանակություն ունի։ Մի բան է բացել Լոկարնոյի կինոփառատոնը, իհարկե դա շատ հայտնի եւ շատ հետաքրքիր եւ իմ շատ սիրելի կինոփառատոններից է, բայց մի բան է բացել Ոսկե ծիրան։ Ես չեմ ասում, որովհետեւ իմ շատ սիրելի մարդիկ են ստեղ նստած առաջի շարքում, բայց սա իմ տան կինոփառատոնն է, իմ հայրենիքի կինոփառատոնն է եւ իմ սրտի կինոփառատոնն է։ Ես միշտ ասել եմ Մեծ պատիվ է ինձ համար, շնորհակալություն ձեզ, շնորհակալություն Կարենին, որպեսզի դուք ինձ այդ առիթն եք տվել, դա մեծ պատասխանատվություն է։ Այս տարի Ոսկե ծիրանը ստացել է կինոպրոդյուսերների միջազգային ֆեդերացիայի հավատարմագրումը եւ ընդգրկվել աշխարհի շուրջ 50 ճանաչված կինոփառատոնների շարքում։ Փառատոնի ղեկավարությունը դա համարում է տարիների աշխատանքի եւ տարածաշրջանում Ոսկե ծիրանի դիրքերի ամրապնդման արդյունք։ Երևան է ժամանել շուրջ 200 միջազգային հյուր։ Նրանց թվում են օսկարակիր ռեժիսոր Պավել Պավլիկովսկին, ֆրանսիացի օպերատոր Բրունո Դեբրոնելը, իրանցի օպերատոր Մահմուդ Քալարին, ֆրանսահայ դերասան եւ ռեժիսոր Սիմոն Աբգարյանը, շեփորահար եւ կոմպոզիտոր Իբրահիմ Մալուֆը։ Բազում կրթական ծրագրեր, համագործակցություն արտադրական Կաննի կինոփառատոնի հետ, ցուցահանդեսներ, Նամուս ֆիլմի 100-ամյակն է այս տարի, այսինքն առաջին հայկական կինոյի, եւ այնպես որ ուշադրությունը փորձել ենք պես տարանջատել եւ բալանսավորել համաշխարհայինի, տարածաշրջանային եւ ազգայինի այդ խաչմերուկներ։ Բացման արարողության ընթացքում վարպետ մրցանակը հանձնվեց միջազգային ժյուրիի նախագահ ավստրիացի ռեժիսոր Ջեսիկա Հաուզներին։ Նրա խոսքով մրցույթային ծրագրում փնտրելու է ինքնատիպ լեզու եւ կյանքի նկատմամբ անսովոր հայացք ունեցող ֆիլմեր։ Համաշխարհային կինոյում ունեցած ավանդի համար Փարաջանովյան Թալեր մրցանակին արժանացավ ֆրանսիացի անվանի օպերատոր Բրունո Դեբլոները, որն աշխատել է համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսորների հետ։ Սա մեծ պատիվ է ինձ համար։ Երբ տեղեկացրին մրցանակի մասին, սկզբում մտածեցի, որ սխալվել են։ Երբ տեսա նախորդ մրցանակակիրների Ջաֆար Ֆանահիի, Ատո Մեկոյանի եւ Վի Վենդերսի անունները, ավելի զարմացա։ Մրցանակը նվիրում եմ այն ռեժիսորներին, որոնց հետ աշխատել եմ եւ որոնք բավական համարձակ էին ինձ վստահելու համար։ Երեկոյի երաժշտական հատվածում աշխարհահռչակ շեփորահար եւ կոմպոզիտոր Իբրահիմ Մալուֆը հատուկ իմպրովիզացիա ներկայացրեց հայկական համր կինոյի առաջին լիամետրաժ ֆիլմի Նամուսի 100-ամյակի առիթով։ Այս տարի փառատոնի հիմնական գաղափարը Be a Poem եղիր պոեզիա ուղերձն է։ Պոեզիային ներնվիրված նաեւ փառատոնի պաշտոնական պաստառը։ Ծրագրում նախատեսված են կրթական նախագծեր, ցուցահանդեսներ, վարպետության դասեր, մասնագիտական քննարկումներ եւ գործակցություն Կաննի կինոփառատոնի հետ։ Մինչեւ հուլիսի 19 կինոյի տանը Մոսկվա եւ Նայիրի կինոթատրոններում հանդիսատեսին կներկայացվի 90 խաղարկային, վավերագրական եւ կարճամետրաժ ֆիլմ աշխարհի 40 երկրներից։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։